երբ կարծում անդադար իրենց նամազներ հնչում, այդ երաժշտությունը թուրքական, հա, ուղղակի չէիր կարողանում լսել ու միաժամանակ տեսնել պատերին գրված հայկական տառերը, ինչ որ հայերեն բառեր ոչ ոքից չէինք լսում, բացի երբ մենք խոսում էինք մեր մեջ, այսպես ասած, այսինքն որևէ հայկական շունչ չկար, իսկ երբ հնչում էր երաժշտությունը, դու ուղղակի ուզում էիր փակել ականջներդ, որ չլսեիր, քանի որ երբ որ դու գտնվում էիր քո երազանքի մեջ, դա այդ նամազը քեզ կտրում էր ուղղակի այդ երազանքից ու վերադարձնում էր իրականություն ու դու հասկանում էիր, որ մեկ է մենք մեծ գործ ունենք անելու, որը թողած մենք չենք մտածում դրա մասին։ Մեզանից երևի 10-ից մեկն է մտածում, որ կարելի է ինչ որ մի գործ անել, որ մի օր մենք կարողանանք հասկանալ, գիտակցել, որ մեր հողերից գոնե թող լինի 1/4 մասը վերադարձրել ենք, ոչ թե ավելին կորցնենք։ Վերաբերմունքի մասին նույնիսկ չեմ էլ ուզում հիշել, իրականում այնտեղ, չեմ ուզում ասել Թուրքիայում, Արևմտյան Հայաստանում շատ վատ վերաբերմունքի արժանացել ենք թուրք տղամարդկանց ու երեխաների կողմից, երբ այնտեղ հասկանում ես, որ երեխաները մանկուց 3, 4, 5 տարեկանից արդեն իրենց մեջ սերմանվել է, որ հայը մեր թշնամին է եւ իրենց պետք է ատել, անկախ իրենց սեռից, տարիքից,